Շարունակում ենք առօրյա վիկենդը ու այսօր իրականում շատ դրական ու էներգիայով լի օր է, հանգստյան օր է ու մեր տաղավարից է կարծես թե այդ դրական էներգիան, լույսը դրական չի պակասում։ Հիմա էլ մի ֆանտաստիկ անձնավորություն է մեր տաղավարում, որը որ հենց այդ տեսակ լույս եւ դրական էներգիա է միշտ բոլորիս հաղորդում, անկախ եթերից կամ եթերից դուրս, երբ որ նրան հանդիպում ես, դրական էներգիայով ես, այսպես դրականով ես միմիայն լցվում։ Մեր տաղավարում է տաղանդավոր դերասանուհի հաղորդավարի Դիանա Մալենկոն։ Բարի լույս, շատ պարտավորեցնող խոսքեր հնչեցրեցիք Ռուբեն։ Բայց ինչի պարտավորեցնող։ Դա հայելային էֆեկտ ունի, հասկանում ես այդ էներգիան, որովհետև ձեզ եմ տեսնում եւ նույնն էլ ձեր մասին կարող եմ ասել։ Շատ շնորհակալություն։ Մենք նույնիսկ համեստություն արեցինք ներկայացնելուց։ Ձին ինչ օրեր ես սիրում կամ շաբաթվա որ օրն ես ամենաշատը սիրում, հատկապես առավոտվա այդ հատվածի մասին է խոսքը եւ ինչու։ Այն օրերը, երբ չեմ աշխատում, բայց դա գրեթե չի լինում իմ կյանքում, մանավանդ հիմա, որովհետև հանրային հեռուստաընկերությամբ երկու հաղորդում արդեն ունեմ, թատրոնում եմ խաղում, ընթացքում ֆիլմերում եմ խաղում եւ շատ բարդ կարելի ասել ժամանակաշրջան է այս պահին իմ կյանքում, բայց երբ այդ աշխատանքը անում ես, երբ դա սիրված է դառնում, կարելի ասել մոտիվացվում ես եւ մոռանում ես այդ տանջանքների եւ հոգնածության մասին, միանգամից խոսքս տարա դեպի նոր հաղորդում, ինչու եք ինձ կանչել։ Մենք շուտով դրան կանդրադառնանք, բայց այնուամենայնիվ կա ինչ-որ մի ռիտուալ, ինչ-որ մի սովորություն, որ դու առավոտյան միշտ այդպես պետք է արթնանաս։ Դե դա միանշանակ սուրճն է, երբ ես արթնանում եմ իմ պատշգամբում հիմա եղանակը լավն է, սիրում եմ սուրճ խմել, մանավանդ որ դիմացի այգու ծառը ծաղկած է, ավելի հաճելի է դարձել այդ ռիտուալը կարելի ասել, եւ դա անպայման ուղեկցվում է երաժշտությամբ։ Ես շատ եմ սիրում երաժշտություն, դա իմ առավոտվա լավ սկզբի գրավականն է կարելի ասել։ Արդեն նշեցիր, որ սուրճը կարևոր պայման է, բայց ինչպես պետք է սկսվի առավոտը, որ քեզ նոր էներգիա ու մոտիվացիա տա։ Տեսարանը մենք տեսանք, ծաղկած ծառներ, երաժշտությունը տեսանք, էլ ինչ է պետք մոտիվացվելու համար։ Ոչինչ։ Իմ կարծիքով ամեն ինչ կար։ Երևի այդքանը մի հետաքրքիր բան էլ կա, որը խորհուրդ եմ տալիս անել մարդկանց, սուրճից առաջ կամ հետո, չգիտեմ, աչքերը փակել եւ գոնե առնվազն 10-ից 15 րոպե այսպես լռության մեջ մնալ եւ մտքերդ կենտրոնացնել կամ էլ դե ինձ մոտ լռություն։ Ոնց է լինի վերևի հարևանը կորոշի վերանորոգել Ես հարևան չունեմ, բախտս բերել է։ Դրա համար այո, լռությունն է լինում, դա անկեղծ եմ ասում, շատ օգնում է, որպեսզի թարմ ուղեղով եւ բաց մտքով կարողանաս օրդ եւ շաբաթը սկսես։ Հոն դեպս հրաշալի խորհուրդ էր։ Հիանալի է։ Եթե հնարավոր է դա անել, այնպես չի ինձ մոտ ամեն օր ստացվում է, բայց եթե ստացվում է, ես շատ հստակ այդ տարբերությունը զգում եմ իմ օրը սկսել։ Այո։ Խոսենք նաև ճամփորդություններից, որովհետև դու էլ ինչպես շատ շատերը սիրում են նոր բացահայտումներ անել ճամփորդությունների տեսքով։ Ինչ է տալիս ճանապարհ գնալը, ճամփորդությունը նոր երկիր բացահայտելը քեզ։ Եվ արդյոք դա նույնպես մոտիվացնում է քեզ։ Մոտիվացնում է յուրաքանչյուր ճանապարհորդություն, յուրաքանչյուր մարդու, որովհետև նորն ես բացահայտում, քո սովորությունները մի կողմ է դրվում եւ նորություն է գալիս քո մտքում, կյանքում, բայց կարծում եմ առաջին հերթին դա ինքնաբացահայտման մասին է, թե ինքդ քեզ տարբեր իրավիճակներում ինչպես կդրսևորես, օրինակ միայնակ ճամփորդելուց կամ ընկերներիդ հետ ճամփորդելուց, նոր բան տեսնելուց, ուսումնասիրելուց, այնպես որ շատ կարեւոր է ճամփորդությունը, ուղղակի վերջին մեկ տարվա ընթացքում անկեղծ կլինեմ, ես դեռ չեմ ուզում էլ ճամփորդեմ, որովհետև իմ գրաֆիկի մեջ երբ պատկերացնում եմ, որ պետք է իրեր հավաքեմ, օդանավակայաններում ժամանակ անցկացնեմ, ես դեռ չեմ ուզում, այնպես որ նույնիսկ իմ օգոստոսը միակ ազատ ամիսն է, նույնիսկ այդ ժամանակ չեմ ուզում, հուսամ ես իմ սիրելի Սևանում կանցկացնեմ այն։ Սևանը շատ է սիրում։ Շատ եմ սիրում։ Ասա որ աշխարհի ամենալավ տեղերից մեկը։ Աշխարհում ամեն տեղ լինելուց, լավ, մեծ հնչեց, բայց շատ տեղեր լինելուց հետո միանշանակ մտքով միշտ կապվում եմ Սևանի հետ, ուզում եմ այնտեղ լինեմ։ Նույնիսկ ամենալավ օվկիանոսների ափին, ծովերի ափին, այսպես ասում։ Բայց չէ, Սևան չկա աշխարհում։ Շորժ եմ ուզում։ Նրանք ովքեր ինձ ճանաչում են, գիտեն դրա մասին։ Լավ, այնուամենայնիվ Գարանային եթերաշրջանը արդեն մեկնարկել է եւ պատվերով համերգ հաղորդաշարն արդեն եթերում է։ Այո։ Որպես հաղորդավար նման ձևաչափում աշխատելը քեզ համար ինչով է առանձնահատուկ։
Տեսեք, նախ ես սիրում եմ այն հաղորդաշարները, որոնք ինձ բաժին են հասնում, երբ ունեմ հնարավորություն ճամփորդելու Հայաստանի մարզերով։ Իսկ այս հաղորդաշարը կարելի ասել էլի դրան մոտ է եւ դրա մասին է։ Ես շատ եմ սիրում լինել մեր գյուղերում, շփվել մարդկանց հետ, մի տեսակ տաղավարից դուրս է հիմա իմ սիրտը, եւ այդ առումով շատ հետաքրքիր է, ես ինձ շատ լավ եմ զգում այդ ֆորմատի մեջ։ Վաղուց մի փոքր ժամանցային հաղորդում չէի վարել, ճիշտն ասած, դրա համար մի քիչ հուզվում էի եւ կաշկանդվում էի, մտածում էի կորցրել եմ այդ վիճակը, հմտությունները սա ժամանցային հաղորդման մեջ, բայց առաջին էպիզոդը արդեն եթերում է եւ ես շատ քննադատ եմ ինքս իմ հանդեպ, երբ նայում եմ իհարկե կամ պահեր, երբ ինքս ինձ դուրս չեմ գալիս որոշակի դրվագներում, բայց ընդհանուր առմամբ այն բնականությունը, որը պահանջում է այս ֆորմատը եւ կոնկրետ այս հաղորդումը, կարծում եմ մենք ստացել ենք, դա նաև թիմի շնորհիվ է, ճիշտն ասած, ես այս թիմին շատ եմ սիրում եւ նրանց արած աշխատանքներին վաղուց հետևում եմ եւ շատ ուզում եմ իրենց հետ աշխատել, ու երբ հանրային հեռուստաընկերությունից ասացին, որ հենց այդ թիմի հետ պետք է աշխատեմ, ես աշխարհի չափ ուրախ էի եւ շնորհակալ եմ այդ հնարավորության համար։ Մի խոսքով շատ խոսեցի, հա, ինչ։ Չէ, շատ լավ ես ասում, տաղավարությունները թարմ են։ Հա, դա այդպես եւ երկրորդը ֆորմատը, քանի որ անակնկալի մասին է, այդ էմոցիաները մարդկանց, թե հերոսի, թե օրինակ համայնքի բնակիչների էմոցիաները ոչնչի հետ չեմ կարող փոխել եւ համեմատել, թե ինչպես են նրանք անակնկալի գալիս, ինչպես են ուրախանում եւ այդ ամենը իսկապես փոխանցվում է եւ ինձ եւ մեր թիմին եւ արդեն հեռուստադիտողներին, քանի որ թե YouTube-ում կա, թե եթերում է գնացել եւ ես երեք հենց կոմենտներն էի կարդում, անկեղծ ոչ մի վատ կոմենտ չկար։ Ինչքան է զարմանալի։ Ասում, հա, այդպիսի բան երևի Հայաստանում չի լինում, բայց այս դեպքում եղել է, բոլորը շատ հուզիչ գրառումներ էին արել եւ ես շատ հուզվել էի դրանք կարդալուց։ Իրականում շնորհավորում ենք ինչի կապակցությամբ։ Շնորհավորում ենք ողջ թիմին, իդեմս քեզ, նաեւ կատարած աշխատանքի համար, որովհետեւ երբ առաջին արդեն էպիզոդը հաղորդման հայտնվեց էկրաններին, բոլորը միանգամից ցանկացան, որ իրենք էլ դառնան այս պատմության մի մասնիկը եւ տարածված այն հոլովակը, որտեղ դու պատմում ես, թե ինչպես կարող են նամակներով դիմել առաջին ալիքին, որպեսզի իրենց սիրած արտիստը, նաեւ իրենց համայնքում գյուղում ներկայանա։ Հիմա մի փոքր կարող ես նաեւ մեր եթերից էլ պատմել, թե մեր հեռուստադիտողները Հայաստանի տարբեր մարզերից ինչպես կարող են դիմել առաջին ալիքին։ Իհարկե, մեր հեռուստադիտողները կարող են այցելել մեկ TV.am կայք, որտեղ հատուկ հղում կա, հղումով անցնելով նրանք պետք է լրացնեն հայտը, որտեղ որոշակի հարցեր կան, այնտեղ կգտնեն եւ որից հետո արդեն պատահականության սկզբունքով այդ հայտերից որևէ մեկը ընտրվում է։ Հիմնական ճանապարհը սա է, թե ինչպես կարելի է մասնակիցը դառնալ մեր նոր նախագծի։ Մյուս նախագիծը, որտեղ դու շարունակելու ես պատմել, որովհետև շարունակվում է էթնոգույները, առաջին անգամ չէ, որ կհայտնվի մեր էկրաններին, ուր եք այցելելու, ինչ ճանապարհներ եք անցնելու։ Սիրով պատմեմ մեր մյուս նախագծի մասին, էթնոգույները շարունակվում է, բայց քանի որ արդեն որերորդ եթերաշրջանն է, այս եթերաշրջանում մենք որոշեցինք որոշակի փոփոխություն անել ֆորմատային առումով, այսինքն, եթե այն ժամանակ մենք անդրադառնում էինք մի հաղորդման ընթացքում տարբեր հյուրերի եւ այդ հյուրերի միջոցով էինք բացահայտում տվյալ համայնքին, ապա այս դեպքում մենք վերցնում ենք մի հերոս, կարկառուն ներկայացուցիչ տվյալ համայնքի, տվյալ ազգության եւ նրա միջոցով արդեն բացահայտում ենք այդ համայնքի մշակույթը, կրոնը, սովորույթները, ավանդույթները եւ եթե լինեմ անկեղծ, այս տարբերակը ինձ շատ ավելի է դուր գալիս, որովհետեւ այդ մարդու մանկությունից մինչեւ կարիերա ծնողներ, ընտանիք եւ այլն, դա հնարավորություն է տալիս ել ավելի մանրամասն ուսումնասիրել եւ բացահայտել տվյալ համայնքին, այնպես որ էթնոգույները եւս արդեն կարծում եմ եթերում է եւ մեր հեռուստադիտողները կարող են դիտել ու սիրել ու գրել լավ մեկնաբանություններ։ Դե, առանց դրա չի կարելի իհարկե։ Ցին, բայց դու ախր զարմանում եմ, տես երկու նախագիծ հանրայինում, թատրոն, նկարահանումներ, ֆիլմ, ոնց ես հասցնում։ Ես չգիտեմ, անկեղծ եմ ասում, ինձ մոտ
Օրացույցում բոլոր օրերը նշած է եւ զբաղված է, այնպես որ հիմա նույնիսկ ոչ թե օրերով է զբաղվածությունս, այլ ժամերով է ստացվում, իսկապես նման ծանր շրջան վաղուց չի ունեցել, բայց դե պետք է անել եւ պետք է սիրով անել։ Ի զարմանս մեզ, որովհետեւ շատ հագեցած գրաֆիկ է, հա, այս ամեն ինչի մեջ։ Երբեմն մարդիկ մի քիչ հուծվում են, մի քիչ դե նիհարում են, ինչ-որ տեսքը մի քիչ փոխում է։ Հրաշալի տեսք ունես։ Հրաշալի տեսք ունես։ Կարծեմ նաև գաղտնիքը խոհանոցն է, թե չէ։ Միանշանակ, ես ինչ մեղքս թաքցնեմ, սեպտեմբեր ամսից սկսած մինչ օրս հատուկ ձևով եմ սնվում, հիմնականում այո, աղցաններ եմ ուտում օրվա ընթացքում, մաքսիմում 2 աղցան, եւ այսօր առաջարկելու եմ իմ գլխավոր աղցանը, որ կարելի ասել ես ամեն օր ուտում եմ, դա փոխարինում է ինձ խորովածին, խինկալին եւ Շատ տախուր է ասում։ Ես շատ եմ սիրում համեղ ուտել, մանավանդ սիրում եմ խմորային ուտեստներ եւ հիմա հրաժարվել այդ ամենից շատ դժվար է, բայց այս աղցանով փորձում եմ լրացնել այդ կիրքը սննդի հանդեպ, որովհետեւ պանիրել եմ շատ սիրում ու այս դեպքում Պանիրել չի կարելի։ Չէ, պանիր ուտում եմ, հենց այդ է միայն պանիր։ Գոնե պանիրը կա։ Հիմնական խմորայինն եմ հանել, որովհետեւ դա է շատ ուտում եւ շատ է սիրում ու գիրանում եմ, այնպես որ սա խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, բայց միևնույն ժամանակ շատ համեղ սնվել։ Ես վստահ եմ, որ ինձ էլ բախտ կվիճակվի Դիանա Մալենկոյի կողմից առաջարկված այս համեղ ու ֆանտաստիկ աղցանից փորձել։ Դե ինչ առաջարկում ենք, քանի որ մեր խոհանոցային անկյունը շատ գեղեցիկ արդեն պատրաստ է, Դիանան գնա դեպի խոհանոց, սկսի պատրաստել իր համեղ աղցանը, մենք էլ հետո անպայման կվայելենք այն։ Մեծ սիրով, մեծ սիրով։ Դիանա, ինչպես է կոչվում աղցանը։ Բուրատա, այո, շատ հեշտ, ես կարող էի մի փոքր ավելի դժվար աղցան առաջարկել, բայց սա ինչու առաջարկեցի, որովհետև հիմա բոլոր կանայք եւ տղամարդիկ շատ զբաղված են եւ կարծում եմ ժամանակը բոլորիս համար շատ թանկ է, հետեւաբար շատ արագ պատրաստվող, բայց շատ համեղ աղցան է, որը կարող եք եւ առավոտյան ուտել եւ երեկոյան, այնպես որ ընդամենը 2 բաղադրիչ է պետք, հարկավոր է չերի լոլի եւ բուրատա տեսակի պանիր, որը վաճառում են խանութներում, շատ շեշտ է գտնելը, այո։ Հայկական արտադրություններ էլ կա։ Այո, հենց հայկական արտադրության եմ ես վերցնում, շատ համեղ են եւ հրաշալի են ստացվում, այս աղցանի հետ։ Կտրատում ենք չերի լոլիկները, գեղեցիկ, կիսում ենք մեջտեղից։ Շատ հեշտ է։ Իհարկե այս աղցանը տարբեր կերպ կարելի է պատրաստել եւ մատուցել, օրինակ ռուկոլայի հետ կարելի է կամ բազիլիկի հետ կարելի է, պեստո սոուսի հետ կարելի է մատուցել, բայց սա ամենապարզ տարբերակն է եւ ամենահեշտ ու համով էլ չի զիջում։ Մատուցման ափսեի մեջ այսպես սիրում եմ շրջանակաձև տեղավորել։ Բայց ամեն դեպքում դու այլընտրանքել ես տալիս մարդկանց, որ կարող են այդտեղ ավելացնել իրենց նախընտրած կանաչեղենը։ Միանշանակ, երեք օրինակ նույն աղցանին ավելացրեցի չորացրած բազիլիկ, մի փոքր համը փոխեց, բայց էլի շատ համեղ ստացվեց, էքսպերիմենտներ եմ անում։ Իսկ եթե քաղցրի հետ կապված ինչ-որ մի բան ավելացնենք, թեկուզ միրգ։ Քաղցրի միրգ, իդեպ մանենն էր։ Մանեի առաջարկած տարբերակը հիշեցին, մի հետաքրքիր տարբերակ առաջարկում, դա էլ իմ ամենասիրելի աղցաններից։ Մոցարելայի հետ կարելի է օրինակ նարինջ ավելացնել, ես էլ էի առաջին անգամ լսում, այնպես որ կարելի է։ Դե լավ, կփորձեք։ Իր ջրի միջից հանում ենք բուրատա տեսակի պանիրը եւ տեղավորում ենք մատուցման ափսեի մեջ։ Համեմունքներն էլ են շատ պարզ։ Վերցնում ենք մի փոքր աղ, քանի որ բուրատան ինքնին աղի չէ, սև պղպեղ, եւ իդեպ քաղցրի մասին հարցրեցիր, բալզամիկ եմ ես այստեղ օգտագործում, թանձր տեսակի, որը, այո, մի փոքր թթվաշություն ունի, բայց նաեւ քաղցրություն ունի եւ այդ համերի խաղը կարելի ասել ստացվում է այս դեպքում։ Խնդրեմ, եւ ոչ միայն բալզամիկով համեղ սնունդ ենք ստանում, այլ նաեւ գեղեցիկ տեսք ենք ստանում։
Ես սիրում եմ մի փոքր շատ անել բալզամիկը, որտեղ Ես էլ եմ շատ սիրում Շատ են օգտագործում։ Ես կառաջարկեմ ձիթայուղ օգտագործես, որը այն անկյունում է։ Այո, ինձ թվաց սա ձիթայուղ է, բայց երևի քացախներ։ Ինչ լավ է, հուշեցիր մանե։ Եվ ավելացնում ենք ձիթայուղ, ձիթայուղը պարտադիր է։ Իդեպ նաև շատ առողջարար մարսողության համար։ Եվ վերջ, եթե ժամանակ պահենք, երևի թե 2 րոպե տևեց, բայց եթե փորձեք, շատ համեղ է ստացվում։ Ահա եւ վերջ, աղցանը պատրաստ է։ Ու իսկապես շատ արագ եւ վստահ ենք շատ համեղ։ Այո։ Եվ սննդարար, խնդրեմ։ Մենք ճիշտ է շատ արագ շուտով կհայտնվենք խոհանոցում, արագ կհամտեսենք, բայց մինչև գալը եւ համտեսելը, եթե դեմ չես, մի փոքր հարցեր են քեզ համար բլից պատրաստել։ Իհարկե։ Սկսիր մանե։ Որն է մարդու ներքին էությունը ճանաչելու քո բանաձևը։ Միշտ աչքերին եմ ուշադրություն դարձնում, ճիշտն ասած, եւ կարելի ասել, երբեք չեմ սխալվում։ Հիանալի է։ 1 րոպեն քեզ համար քանի վայրկյան է, եթե ոչ 60։ Շատ երկար է, երբ եթերում եմ։ Երբ որ աշխատանքի ես։ Այո։ Որն է եղել ամենակարևոր պահը եւ քայլը քո կյանքում մինչ այս վայրկյանը։ Այն վայրկյանը, երբ հասկացել եմ, որ միշտ պետք է կրթվել եւ զարգանալ։ Հրաշալի։ Ինչն է քեզ ոգևորում։ Երաժշտությունը։ Որն է Մալենկոյի հաջողության գրավականը։ Աշխատելը, անդադար, քրտնաջան, միշտ։ Եթե հանդիպեիր քեզ 10 տարեկանում, ինչ կասեիր։ Օ։ Ինչ անում ես։ Ահա։ Լի սրտով արա։ Չնայած այդպես էլ արել եմ, ուղղակի կցանկանայի այդ ժամանակվանից ավելի հանգիստ անեի այնինչ անում եմ, ոչ թե կասկածներով եւ մտատանջություններով։ 3 բառ, որ ամենահաճախն ես դու օգտագործում։ Կյանքս, չեմ ստի դա, իսկապես բառը վերջերս մանավանդ շատ եմ օգտագործում եւ սիրտս։ Կյանքս, սիրտս։ Իսկապես։ Իսկապես։ Շատ լավ։ Նշիր 2 քայլ երջանիկ լինելու համար։ 2 քայլ փորձել լինել խաղաղ, ինքդ քեզ է, դա աշխատանք է։ Ուղղակի չի լինում այդպես, որ արթնանաս եւ երջանիկ լինես կամ դա աշխատանք է։ Պետք է ինքդ քեզ մարզես երջանիկ լինելու համար։ Դա պետք է մարզես միտքդ, հոգիդ լցնես, դա եւս երջանկություն է բերում եւ շատ սեր փորձես ունենալ ու տալ մարդկանց։ Հայելային էֆեկտով, ինչպես ամենասկզբում նշեցիր եւ վերջում։ Առհասարակ տալը միշտ ավելի է երջանկացնում, քան ստանալը։ Հիանալի է։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալություն, իսկ մենք շատ շուտով վազելու ենք իհարկե փորձենք այս աղցանը ֆանտաստիկ, Մալենկոյի կողմից առաջարկված, իսկ ես խորհուրդ ենք տալիս, որ անպայման այսօր այս շատ արագ եւ համեղ աղցանը դուք էլ պատրաստեք ձեր հարազատների, ընտանիքի անդամների, սիրելիների համար։ Բայց հիմա կարող ենք մենք վայելել Դիանայի պատրաստածը, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, եթե դեռ չեք պատրաստել, ապա լսեք երաժշտություն։